հոդվածը, կարդացեք, տեսեք ոնց եկեղեցու դեմ արշավը Չեկայի ժամանակ անգամ տապալվել է։ Լուրջ եք ասում, էսա Չեկայի մասին եք խոսում։ Հիմա շարունակեմ, մի քանի հարց դրեցիք, բայց մի հարցի չպատասխանեցիք։ Այդ որ գլուխ եք գովում, ՔՊ-ի նվիրատուների ցուցակը մի քանի անգամ ասել եք, այդ եթե մենք չբացահայտենք, որտեղից է ժողովրդի իմանալու։ Սուտ եք ասում, ասեմ ինչի, որովհետև ՔՊ նվիրատուների ցուցակ չի հրապարակել, Ինֆոկոմը հարցում արել 23 թվին, չեն պատասխանել, ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի ա տվել 23 թվի դեկտեմբերին, ստիպած հաշտություն կնքելուց հետո նոր բան են արել։ Ժողովուրդը գիտեք որտից է իմացել, Սիվիլեթի հետաքննող լրագրողները ու կազմակերպած հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման միջազգային նախագծի շրջանակներում է, որ բացահայտվել է այն բոլոր կեղծ նվիրատվությունները։ Հիմա մեկ է այդ փակվելու հետ կապված։ Փակվում են դաշնակցականները կամ ուրիշ կուսակցականներ։ Փոխեք օրենքը գրեք, բոլոր կուսակցությունների ժողովներին Նիկոլ Փաշինյանը կարող է ներկա լինել։ Օրենքը փոխեք։ Այդ ինչ է նշանակում։ Նայեք, 1.5 ժամում համագումար անելը աննորմալություն է։ Այդ քվեարկությունն էլ է քաշվում։ Այդ բաներ, հա ուղի եթերը ձևի համար էր, մենակ շեֆի ելույթի համար էր, մեկ է ձեր քվեարկության համար։ Լրություն։ Նիկոլ Փաշինյանը 15 թվականին էր կարծում եմ կհիշի, ինքն էլ Ալենն է Սիմոնյան, երբ որ ՔՊ նոր ձևավորված էր, մի առիթով ինձ ասեց, որ գիտես ասեց, մեր կանոնագրի կարգապահական մասը դաշնակցությունից ենք վերցրել։ Եթե իմանայի այսօրն էր ասելու, խնդրեի, որ չվերցնեի, որովհետև լսեք մի րոպե, որովհետև ինչ ժողովրդավարական կուսակցությունում, այդ թվում ու առաջին հերթին դաշնակցությունում երբեք թույլ չի տրվի այլ կարծիք ունեցող կուսակցականի հեռախոսի մեջ փրփրել ոնց որ են Հովիկ Աղազարյանի դեպքում է։